Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացները մեծ հեռանկարներ են ստեղծում տարածաշրջանային հաղորդակցությունների ոլորտում, հայտարարել է Ղազախստանում պաշտոնական այցով գտնվող Եվրամիության խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան։ Նրա խոսքով ապրիլին կայացած ԵՄ Կենտրոնական Ասիա գագաթնաժողովում համաձայնություն է ձեռք բերվել արագացնել միջին միջանցքի զարգացումը։ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը ևս նոր հնարավորություններ է բացում Տրանսկասպյան երթուղու լիարժեք զարգացման համար, որը կապում է Ասիան Եվրոպայի հետ եւ ապահովում ելք Սև ծով, նշել է Կոշտան։ Ադրբեջանի երկաթուղիներն ավարտել է Նախիջևանում երկաթուղային ենթակառուցվածքների վերակառուցման եւ արդիականացման նախագծային աշխատանքները։ Ընկերության փոխնախագահ Արիֆ Աղաևը նշել է, որ շինարարություն է սկսվել Հայաստանի հետ սահմանի մոտ Օրդուբադի շրջանի Սալամելիք կայարանի տարածքում։ Այն ներառում է 188 կիլոմետր երկարությամբ երկաթուղային գիծ, տարեկան թողունակությունը կկազմի 15 միլիոն տոննա, մանրամասնել է Պաշտոնյան։ Նա հիշեցրել է, որ թրիփի վերաբերյալ համաձայնագրի շրջանակում կվերականգնվի երկաթուղային հաղորդակցությունը, դառնալով հյուսիս-հարավի հիմնական ճյուղերից մեկը։ Ադրբեջանի եւ Գերմանիայի ղեկավարները հեռախոսազրույց են ունեցել։ Ֆրիդրիխ Մերցը շնորհավորել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության ուղղությամբ առաջընթացի կապակցությամբ։ Կանցլերն ընդգծել է, որ Բեռլինն աջակցում է Հարավային Կովկասում կայունությանը։ Ալիևն էլ հավատացրել է, որ Ադրբեջանը կշարունակի ջանքերը տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովելու համար։ Հարավային Կովկասում զարգացումները քննարկել են նաեւ Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմեթ Հաջիևը եւ Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Վիննիկովը։ Անդրադարձ է եղել տարածաշրջանային անվտանգության հարցերի։ Օրակարգում է եղել նաև Դաշինքի եւ Բաքվի հարաբերությունների զարգացման հեռանկարը։ Ալիևն անդրադարձել է օգոստոսի 8-ին Հայաստանի եւ Ադրբեջանի ձեռք բերած պայմանավորվածություններին։ Նրա խոսքով խաղաղության համաձայնագրի նախագծի նախաստորագրումը հույս եւ վստահություն է ներշնչում, որ ապագայում երկու ժողովուրդները կապրեն փոխվստահության մթնոլորտում։ Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովն էլ հայտարարել է, որ Ադրբեջանն ակնկալում է Հայաստանի հետ վերջնական խաղաղության հասնել 2026 թվականին։ Նրա խոսքով դա պատմական իրադարձություն կլինի Հարավային Կովկասի համար։ Գրեթե 3 տասնամյակ տևած հակամարտությունից հետո կողմերը վերջապես մոտենում են խաղաղության համաձայնագրին, շեշտել է Ամիրբեկովը։ Պաշտոնյան ընդգծել է այդ հարցում Վաշինգտոնյան գագաթնաժողովի կարևորությունը։ Դա թույլ տվեց շրջել թշնամանքի էջը եւ սկսել նոր ապագա տարածաշրջանի համար, եզրափակել է նա։ Մայամիում տեղի է ունեցել Վաշինգտոնի եւ Կիևի պատվիրակությունների հերթական հանդիպումը, օրակարգում է եղել ռուս-ուկրաինական կարգավորումը։ Վոլոդիմիր Զելենսկին մեկնաբանելով վերջին զարգացումները նշել է, որ իրենց հիմնական նպատակն է պարզել, թե ինչ են քննարկել Մոսկվայում ԱՄՆ նախագահի բանագնացները եւ Ռուսաստանի նախագահը։ Պետք է իմանանք, ինչ նոր պատրվակներ է գտել Պուտինը պատերազմը երկարաձգելու եւ Ուկրաինային ճնշելու համար, հավելել է Զելենսկին։ Նրա խոսքով ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությունը Կիևի համար անվտանգության երաշխիքների մի մասն է։ Ուկրաինայի արտգործնախարարն էլ հայտարարել է, որ չեն ընդունի անվտանգության երկիմաստ երաշխիքներ։ Անդրի Սիբիհայի խոսքով չեն համաձայնելու զորքերի միակողմանի դուրսբերման պահանջին։ Դիանա Գասպարյան, լուրեր։